եղբայրներ, քույրեր, Աստծուն փառք իր անսահման սիրո համար, իր ողորմությունների համար, Աստծուն փառք, որ մեզ այցելություն արել եւ իր լույսը մեր վրա է ծագեցրել։ Սուրբ գրքում լսում ենք Եզեկիելի մարգարեության մեջ եւ դու իմը եղար։ Եվ դու իմը եղար։ Աստված այս խոսքերը ասում է Երուսաղեմին, հրեաներին, եւ դու իմը եղար։ Մեծագույն օրհնությունը սա է, որ մարդը Աստծունն է, եւ քիչ առաջ 82 երգի երկրորդ տան մեջ լսեցինք, որ երգում ենք. Իրենն եմ ես, ան իմ Տեր եւ արքա, իրենն եմ ես։ Սա մեծ օրհնություն է, սա կյանք է, երբ որ մարդը ունի վստահություն, որ ինքը Աստծունն է։ Աստված ասում է եւ դու իմ եղար։ Եզեկիելի մարգարեության 16-8 խոսքում ենք լսում. Եվ ես անցա մոտովդ ու տեսա քեզ, եւ հա ժամանակը սերի ժամանակ էր, եւ ես տարածեցի իմ քրանսկը քեզ վրա, եւ ծածկեցի քո մերգությունը, եւ քեզ համար երթում անելով քեզ հետ ուխտ արի, ասում է Տեր Եհովան, եւ դու իմը եղար։ Եվ դու իմը եղար։ Չէ, այսօր երիտասարդը բարձրանում է նրանով, որ իր Հերը Էսիշն է, մեծ գործի է, մեծ պաշտոնի է, ուրախանում է, որ այդ ազնվորությունը իր Հերն է։ Բայց Աստծո զավակի ուրախությունը, վստահությունը ավելի է, սիրելիներ։ Եվ նաև սա ասեմ, սիրելիներ, Եզեկիելի մարգարեության այս գլխում, համար 16 գլխում խոսում է ամուսնու եւ կնոջ փոխհարաբերության մասին։ Այն խորհուրդն էր Աստծո եւ Երուսաղեմի միության, եւ առաջի խոսքերից լսում եք, սիրելիներ, որ Երուսաղեմի մասին սկզբից է խոսվում, իր ծնված օրվանից։ Առաջի խոսքերից լսում ենք, եւ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. մարդու որդի, հասկացրու Երուսաղեմին նրա պղծությունները։ Երուսաղեմը արդեն ամմակրությունների ու պղծությունների մեջ էր, եւ Տերը իրան հիշեցնում է իր անցյալը։ Եվ ասիր, այսպես է ասում Տեր Եհովան Երուսաղեմին. սկիզբդ ու ծնունդդ կանանացիների երկրիցն է, հայրդ ամորացի էր եւ մայրդ քետացի։ Երուսաղեմը սկզբում հրեաներին չէր պատկանում, դա պատկանում էր ամորացիներին, դա պատկանում էր կանանացիներին։ Եվ Հեսուից հետո Իսրայելի որդները Երուսաղեմը վերցրեցին։ Եվ ծնունդդ, քո ծնված օրը օրդդ չկտրվեց, եւ ջրով չլվացվեցիր մաքրվելու համար, եւ աղով չաղվեցիր ու խանձարով չփաթաթվեցիր, մի աչք քեզ չխնայեց, որ սրանից մեկը անե քեզ համար, քեզ ողորմելով, այլ դաշտի երեսը գծվեցիր քո անձի զզվանքով քո ծնված օրը։ Երբեմն լսում եք, չէ՞, որ ասենք աղբանոցում նոր ծնված երեխա են գտել։ Այդ երեխին համարել են ոչինչ եւ ասենք այդպես շպրտել են։ Եվ Տերը Երուսաղեմին ասում է, որ դու էլ այդպես ես, լքված, մերժված, եւ ասում է մի աչք չխնայեց քեզ։ Եվ ես անցա մոտովդ ու տեսա քեզ այրան մեջ կող տրվելիս եւ ասեցի քեզ քո այրան մեջ թե ապրիր։ Այո, ասեցի քեզ քո այրան մեջ թե ապրիր։ 7-րդ խոսքում ասում է դաշտի բույսի պես քեզ բյուրավոր շինեցի եւ դու շատացար ու մեծացար եւ հասար գեղեցկության կատարելության, ստինգները դելան ու մազերդ բուսան, բայց դու մեր ու տգլոր էիր։ Ուրեմն Երուսաղեմի մասին այդպես ասում իր ծնված օրվանից, որպես աղջիկ ինչ վիճակի մեջ էր, լքված, մերժված, դուրս գցած։ Եվ ես անցա մոտովդ ու տեսա քեզ,
եւ ահա ժամանակը ծերի ժամանակ էր, եւ ես տարածեցի իմ քաղաքը քեզ վրա, եւ ծածկեցի քո մերգությունը, եւ քեզ համար երթումանելով քեզ հետ ուխտ արի, ասում է Տեր Եհովան։ Ամուսնական ուխտ հաստատվեց, սիրելիներ։ Եվ այս աղջիկը Երուսաղեմը ոչ մի արժանիք չուներ, ոչ մի լավ բան չուներ, ամենքին զզվելի, ամենքին գարշելի, մերժված, բայց Տերը ասում է, անցա քո կողքով ապրի ասեցի եւ ապրում ես։ Եվ ասում է, քեզ հետ ուխտ արեցի եւ դու իմը եղար։ Եվ շարունակության մեջ լսում ենք այն բարիքների եւ օրհնությունների մասին, որ Աստված Երուսաղեմին արեց, հրաժողովրդին արեց։ Հիշենք իրանց վիճակը, գերությունը, ստրկությունը Եգիպտոսի երկրում, այդպես ասած, հանգիստ չէին տալիս, արավուտից իրգուն չարչարում էին, աշխատեցնում էին։ Եվ ասում է, եւ ես քեզ լվացի ջրով եւ արյունդ ողողեցի քո վրայից, եւ քեզ յուղով ոտեցի, եւ քեզ նկարագործ հագուստ հագցրի, եւ կոշիկներդ թեաշի արի, եւ քեզ բեզի գոտի կապեցի, եւ քեզ մեդակսով ծածկեցի, եւ քեզ զարտարեցի զարտով, եւ ապարավներ դրեցի ձեռքերիդ վրա, եւ մանյակ պարանոցիդ վրա, եւ օղակ դրի քո քթին, եւ գինդեր քո ագաժներին, եւ փարավոր պսակ քո գլխին, եւ դու զարտարվեցիր ոսկով եւ արծաթով, եւ քո ակուսները բեզ ու մեդակս ու նկարագործ եղան, նաշի ու մեղր եւ յուղ կերար, եւ շատ գեղեցկացար, եւ թակավորության հաջողեցիր, եւ թակավորության հաջողեցիր, թակավորության հասար, եւ քո գեղեցկության համբավը դուրս եկավ ազգերի մեջ, որտեղ նա եղավ կատարար իմ քեզ վրա դրած վայելչության համար, ասում է Եհովան։ Այո, սիրելիներ, այն որ Աստված Իսրայելի մեջ արեց, հրյաների մեջ արեց, Աստծո գործերը, Աստծո հրաշքները, Աստծո համբավը ամեն տեղ հասավ։ Այստեղ, սիրելիներ, օրհնությունների համար լսում ենք 3 կարևոր բան։ Առաջինը, եւ ես քեզ լվացի ջրով։ Ջուրը, սիրելիներ, այսօր Աստծո խոսքի խորհուրդն է։ Եվ Տեր Հիսուսը աշակերտներին ասում էր, դուք մաքուր եք այն խոսքով, որ ձեզ հետ խոսեցի։ Աստծո խոսքը հրաշք է անում, Աստծո խոսքը կենտանի է, զորեղ է, Աստծո խոսքը ավետարանի խոսքն է, սիրելիներ։ Եվ սրա համար շարունակության մեջ լսում ենք, եւ արյունդ ողողեցի քո վրայից, եւ քեզ յուղով ոտեցի։ Արյունդ ողողեցի քո վրայից, այսինքն քեզ մաքրեցի։ Ավետարանի խոսքը, Աստծո խոսքը մարդուն մաքրում է, Հիսուս Քրիստոսի արյունը սրբում է ամեն մեղք ու հանցանք։ Եվ հետո ասում է, եւ քեզ յուղով ոտեցի։ Սա Սուրբ Հոգին է։ Աստված Սուրբ Հոգով մարդու մեջ բերում է Քրիստոսի եղած կյանքը։ Եվ այդ մեծագույն փրկության մասին, այդ մեծ գործի մասին Եզեկիելի մարգարեության 36-րդ գլխի 20 խոսքից ենք լսում. եւ ձեզ վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ։ Մաքուր ջուրը դա խորհուրդն է ավետարանի, Աստծո խոսքի, եւ մաքուր պիտի լինեք։ Այո, Աստծո խոսքը, ավետարանի խոսքը մարդու մեջ հավատք է բերում, եւ մարդը հավատում է, տեսնում է, որ Աստծո որդին Հիսուս Քրիստոսը իր տեղն է մերել, իր համար է խաչվել եւ իր սուրբ ու պատվականարյամբ ջնջվում է ամեն մեղք ու հանցանք։ Եվ ձեր բոլոր պղծություններից, ձեր բոլոր կուրքերից ձեզ պիտի մաքրեմ։ Հետո Աստծո հրաշքը, սիրելիներ, եւ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր միջում, եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնից քարեղեն սիրտը, եւ ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ, եւ իմ հոգին պիտի դնեմ ձեր միջում, եւ պիտի անեմ, որ իմ օրենքների մեջ վարվեք, եւ իմ դատաստանները պահեք ու նրանց կատարեք։ Այո, սիրելիներ, այստեղ
Եզեկիելի գրքում ասում է. քեզ ջրով լվացրի, արյունդ ողողեցի քո վրայից, քեզ յուղով օծեցի եւ հետո հագցրեց արտարության հանդերձները եւ քեզ նկարագործ հագուստ հագցրի եւ կոշիկներդ թեաշյարի օրնեց հասավ համբավի գեղեցկության եւ ասում է եւ թակավորության հաջողեցիր եւ ասում է որ քո գեղեցկության համբավ ամեն տեղ հասավ բայց այդ դրանից հետո սիրելիներ լսում ենք համար 15-ում խոսում է անկման մասին Երուսաղեմի անկման մասին հրաժողովրդի անկման մասին եւ դրա պատճառը որն էր բայց դու վստահեցար քո գեղեցկությանը եւ շնացար քո անունի պատճառով եւ թափեցիր քո շնությունը ամեն անցնողի վրա եւ նա նրան էր լինում կինը անավատարին գտնվեց Երուսաղեմը անավատարին գտնվեց օտար աստվածների ետևից գնաց օտար աստվածներից շնություն արեց եւ ընկավ իրավիճակից ինչի համար սիրելներ ասում է բայց դու վստահեցար քո գեղեցկությանը արդեն մարդու վստահությունը Աստծո վրա չէր այլ իր վրա էր եւ որպես հետևանք եւ շնացար քո անունի պատճառով որ այդպես է համբավես ունեցել եւ համար 43-ում նորից ասում է որովհետեւ դու չհիշեցիր քո մանկության օրերը այլ ինձ բարգացրիր այս ամենով եւ ես էլ ահա քո ճանապարհը քո գլխովն եմ տալիս ասում է Տերը Ովան եւ դու չես անիլ այդ չար խորհուրդները քո բոլոր պատժություններից հետո որովհետեւ դու չհիշեցիր քո մանկության օրերը գիտեք սիրելիներ շատ կարևոր է որ Աստծո զավակը միշտ իր աչքի առջև ունենա այն ինչ որ Աստված իրան արել է 26 Ամոսի 3-րդ խոսքում ասում է քո ողորմությունը իմ աչքի առաջին է եւ ես քայլում եմ ճշմարտության մեջ Աստծո ողորմությունը Աստծո արածը միշտ մեր աչքի առաջին պետք է լինի ինչպես 103 Սամոսում Դավիթ ասում է օրհնիր Տիրոջը ով իմ անձը եւ իմ բոլոր ներսը նրա սուրբ անունը օրհնիր Տիրոջը ով իմ անձը եւ մի մոռանա նրա բոլոր բարիքները որ քավում է քո բոլոր մեղքերը ու բժշկում քո բոլոր ցավերը սա շատ կարեւոր է սիրելիներ Աստծո զավակը ամեն ժամանակ իր աչքի առջև պետք է ունենա այն ինչ որ Աստված իրան արել է եւ դա մարդուն մղում է որպեսզի մարդը մնա Տիրոջ մեջ այո այստեղ սիրելիներ առաջինը տեսնում ենք Աստծո սերը Երուսաղեմը լքված մերժված հրեաները լքված մերժված Աստված այցելություն արեց Աստված օրհնեց երբ որ իրանք որևէ արժանի չունեին Աստված երբ որ Եգիպտոսի երկրից Իսրայելի որդներին հանեց զգուշացրեց ասեց երբ որ մնեք այդ երկիրը ժառանգեք հանկարծ չասեք մեր լավ լինելու համար մեր ուժեղ լինելու համար ուրիշ ազգերից լավ լինելու համար Եհովան մեզ տվեց այդ երկիրը այլ ձեզ սիրելու համար եւ հայրերին տված խոստում անելու համար այդ բոլորը արեց այո սիրելիներ այստեղ տեսնում ենք Աստծո սերը եւ մեր կյանքում նույնպես Աստծո սերը Տեր Հիսուս ասում է ոչ թե դուք ինձ ընտրեցիք այլ ես ձեզ ընտրեցի որ գնաք պտուղ բերեք եւ ձեր պտուղը մնա իրականությունը սա է Աստված է մեզ գտել Աստված է մեզ իրան քաշել եւ ես պատմության մեջ հենց դա ենք տեսնում սիրելիներ եւ Հովհաննես Առաքյալը ասում է այս բանի մեջ է սերը որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն այլ նա մեզ սիրեց եւ իր որդին ուղարկեց մեր մեղքերի քավության համար մեր փրկության գործում նախաձեռնությունը Աստծունն է առաջի քայլը Աստված է արել սիրելիներ եւ սրա համար Եփեսացիս երկրորդ գլխում տեսնում ենք սա վերաբերում է մեզ բոլորիս Եփեսացիս երկրորդ գլխի առաջի խոսքից եւ դուք որ մեռած եք հանցանքներում եւ մեղքերում սա վերաբերում է ամենքից բոլոր մարդկանց որոնցում մի ժամանակ գնում եք այս աշխարհի սովորության պես
օդի իշխանության իշխանի պես, այն հոգու պես, որ հիմա ներգործուն է ապստամբության որդների մեջ, որոնց մեջ մենք ամենքս էլ մի ժամանակ ման ենք գալիս, մեր մարմնի ցանկություններումը, մարմնի եւ մտքի կամքը կատարելով եւ բնության բարգության որդիկ ենք, ինչպես ուրիշներն էլ, բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, իր շատ սերի համար, որ սիրեց մեզ, երբ որ մեռած ենք հանցանքներում, մեզ կենտանի արավ Քրիստոս հետ, շնորհքով եք փրկված, նրա հետ հարույց եւ նրա հետ երկնավորներում նստեցրեց Քրիստոս Հիսուսում։ Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, իր շատ սերի համար, որ սիրեց մեզ, երբ որ մեռած ենք հանցանքներում, մեզ կենտանի արավ։ Եվ Եզեկիելի գրքում այդ հատվածում այո ենք տեսնում սիրելիներ, Երուսաղեմը, հրեաները լքված, մերժված եւ Աստված ձեռք մեկնեց, Աստված իրանը դարձրեց։ Թող Աստծո ողորմությունը լինի։ Եվ սիրելիներ, անկումը ինչ աստիճանի ահավոր էր, այն որ Երուսաղեմը, հրեաները Օդար աստվածների ետևից գնացին, Աստծուն թողեցին, սա համարում էր շնություն, օրհնություն, եւ հաջորդ խոսքերով լսում ենք սիրելիներ, որ անարակ կինը, երբ որ անարագություն անում, էտրանով փող է աշխատում, իր հոմանիները, իր սիրածներն են իրան փող տալիս, բայց այստեղ խիստ հակառակը։ Ինքն էր փող տալիս հոմանիներին, որպեսզի իր հետ լինեին, իր հետ շնություն անեին։ Սա խայտարակ, ընկած ահավոր վիճակ։ Եվ դրա համար Տեր Հիսուս ասում է. դուք եք երկրի աղը, երբ որ աղը իր համը կորցնի, ինչով պետք է համովնա, ոչ մի բանով, այլ գցվելու է մարդկանց ոտքի տակ։ Եվ այո, Երուսաղեմի հետ, հրեա ժողովրդի հետ այդպես եղավ։ Երեմիայի ողբերում լսում ենք 4-րդ գլխի առաջի խոսքից. ինչպես է մտագնել ոսկին, փոխվել է մաքուր ոսկին, թափված են սրբարանի քարերը ամեն փողոցների գլխին։ Սիոնի որդիկը պատվական մաքուր ոսկի հավասար, ինչպես համարվեցին իբրև ցեխի ամաններ բրուտի ձեռքի գործ։ Սիոնի որդիկը պատվական մաքուր ոսկու հավասար, ինչպես համարվեցին իբրև ցեխի ամաններ բրուտի ձեռքի գործ։ Եվ 6-րդ խոսքից նորից տեսում ենք. եւ մեծ եղավ իմ ժողովրդի աղջկա անօրենությունը, Սոդոմի մեղքիցը, որ հիմնադակ եղավ հանկարծակի եւ նրան ձեռք չէր դպչել։ Մաքուր էին նրա ազնվականները, ձյունից սպիտակ էին կաթից, կարմիր էին մարմնով բուստերիցը, շապյուղա էր նրանց կերպարանքը, ածուխից սև եղավ նրանց դեմքը, չեն ճանաչվում փողոցներում, նրանց մորթը, նրանց ոսկորին է կպել, չորացել է փայտի պես։ Ածուխից սև եղան նրանց դեմքը, չեն ճանաչվում փողոցներում, այ սիրելիներ, մարդը, որը Աստծուն գիտի եւ Աստծուց խոտորվում է, Աստծո խոսքից դուրս է գալիս, իրավիճակը դա է։ Եվ ասեմ սիրելիներ, ես ինչքան տեսել եմ, աշխարհի մարդը այն վիճակում չի եղել, ինչ է մարդը, որ Աստծուն ճաշակել է եւ Աստծուն թողել է։ Ածուխից սև եղավ նրանց դեմքը, չեն ճանաչվում փողոցներում, նրանց մորթը նրանց ոսկորին է կպել, ինչի որովհետև սովեր մատված, չորացել է փայտի պես։ Այո, սիրելիներ, Աստված օրհնում է մարդուն, Աստված օրհնում է իր ժողովրդին, եւ շատ կարեւոր է, որ մարդը միշտ Աստծո երջուղի մեջ լինի, Աստծո խոսքի մեջ լինի, մարդը միշտ լինի կոտրված։ Լսեցինք, Երուսաղեմի անկումը այն պատճառով էր, որ ապավինեցին, այդպես հույս դրեցին, սկսեցին ուրախանալ ու պարզենալ իրանց գեղեցկությամբ եւ չէին տեսնում Աստծո փառքը, Աստծո ողորմությունը իրանց աչքի առջև չկար։ 51 Սամոսում համար 16 խոսքից ասում է, որովհետև դու պատարակ չես ուզում, եթե ոչ ես քեզ կտայի քեզ
եւ ողջակեզներին չես հավանում։ Աստծու ընդունելի պատարակները կոդրված հոգին է, կոդրված ու փշրված սիրտը դու չես անարգել, ով Աստված։ Կոդրված հոգի, կոդրված ու փշրված սիրտ, մարդը միշտ գիտակցում է իր ոչնչությունը, միշտ մարդը խոստովանում է իր փուչ ունայն դինելը եւ գիտակցում է, որ ամեն բան Աստծուց է, մարդու մեջ Աստծո կարիքն է, մարդու սիրտը Աստծո հետ է կապված, մարդը Աստծո վրա ունի վստահություն։ Թող Աստծո ողորմությունը լինի սիրելիներ։ Եվ վերջում, այս բոլորի վերջում ուզում եի սա հիշեցնել սիրելիներ։ Բոլորի վերջում Եզեկիելի գրքի համար 16 գլխի վերջին բարբերության մեջ հետևյալն է ասվում։ Եզեկիելի 16 գլուխ 59 խոսքից։ Ուրեմն Աստծո ողորմությունը, Աստծո օրհնությունը, անհավատարմությունը, օտար աստվածներ, Աստծուն մերժել եւ լսում ենք մի բան, որ մտքից վեր է Աստծո սերը, Աստծո շնորհքը, որտեղ այսպես է ասում Տերոհովան. ես էլ քեզ արի, ինչպես դու ես արել, որ երթումը անարգեցիր ուխտադրուժ լինելով, իսկ քեզ պիտի հիշեմ քեզ հետ քո մանկության օրերին արած ուխտը եւ քեզ հետ հավիտենական ուխտ պիտի հաստատեմ։ Հասկանում եք սիրելիներ։ Սա Աստծո ողորմությունն է, Աստծո սերն է, Աստծո շնորհքն է։ Եվ պիտի հիշես քո ճանապարհները։ Այո, ինքս մարդը հիշում է իր ճանապարհները, հիշում է առաջ օրերը, թե Աստված իր կյանքում ինչ արել, հիշում է, գիտակցում է, ամաչում է իր արածներից։ Եվ պիտի հիշես քո ճանապարհները, եւ պիտի ամաչես քեզանից, մեծ քույրերից եւ քեզանից փոքրերին ընդունելով, եւ ես նրանց քեզ պիտի տամ իբրև աղջիկներ, թեև քո ուխտիցը չեն։ Եվ ես պիտի հաստատեմ իմ ուխտը քեզ հետ, եւ դու պիտի իմանաս, որ ես եմ Տերը, որպեսզի հիշես եւ ամաչես եւ մյուս անգամ բերանը չբանաս ամաչելուց համար, երբ որ ես քավություն անեմ քեզ համար, քո ամեն արածին, ասում է Տերոհովան։ Սա մտքից վեր է, խելքից վեր է սիրելիներ։ Անհավատարմություն, Աստծուն մերժել, բայց Աստված ողորմություն է պատրաստել։ Երեմիայի գրքում, Երեմիայի մարգարության 31-րդ գլխի 20 խոսքում Աստված ասում է Եփրեմի մասին, Իսրայելի որդների մասին, որտեղ Եփրեմը զորեղ ցեղ էր եւ այդպես կարելի ասել ինքը Իսրայելի անունով էր հանդես գալիս։ Միթե պատվական որդի ինձ համար Եփրեմը, կամ մի սիրեգան զավակ է նա, որ քանի անգամ որ խոսում եմ նրա վրա, ելի հիշում եմ նրան անպատճառ, սրա համար գալարում են իմ աղիքները, ես անշուշտ պիտի ողորմեմ նրան, ասում է Տերը։ Սիրելիներ, սա Աստծո սերն է։ Աստված ասում է, միթե պատվական որդի ինձ համար Եփրեմը, կամ սիրեգան զավակ է նա, միթե ինձ հնազանդ է եղել, իմ խոսքերի մեջ է եղել, ըմբոստ է եղել, բայց ես իրան որ հիշում եմ, իմ աղիքները գալարվում են։ Եվ Աստված ասում է, ես անշուշտ պիտի ողորմեմ նրան, ասում է Տերը։ Սիրելիներ, սա Աստծո սերն է։ Աստված մեզ սիրում է։ Աստված մեր համար ոչ մի բան չի խնայել։ Աստված իր միածին որդուն Հիսուս Քրիստոսին մեր համար է զոհաբերել, որպեսզի իրանով մեղքերի թողություն ստանանք, որպեսզի Հիսուս Քրիստոսով Աստծո հետ խաղաղություն ունենանք, որպեսզի Աստծո ներկայությունը մտնենք, որպես Աստծո զավակներ, Աստծո ժառանգներ իր հետ լինելու։ Թող Աստծո ողորմությունը լինի։ Աստված թող օրհնի սիրելիներ, որ իսկապես մենք ամբողջովին խոնարհված ենք Տիրոջ առջև, մեր պարծանքը Տերը լինի, եւ մենք ապրենք այդ հավատքով, այդ վստահությամբ, որ մենք Տիրոջն ենք եւ դու իմը եղար։ Երկերկոցի 6-րդ գլխի 3-րդ խոսքում ասում է. ես իմ սիրեգանինն եմ եւ իմ սիրեգանը իմն է, ինձ արածեցնում է շուշանների մեջ։ Նույն Երկերկոցի 7-րդ ասում է.
ես իմ սիրեկանինն եմ և նա ինձ է ցանկանում։ Ես իմ սիրեկանինն եմ և նա ինձ է ցանկանում։ Այո սիրելիներ, մենք Աստծու համար շատ թանկ ենք։ Աստված սիրում է մեզ։ Մենք ծնվել ենք, այս աշխարհ ենք եկել Աստծու համար, Աստծունը լինելու, և այդ բոլորը Աստված արել է իր որդով Հիսուս Քրիստոսով, ինչպես առաջին Կորինթացիս 8-րդ գլխի 6-րդ խոսքում Պողոս առաքյալն ասում է. բայց մեր համար մեկ Աստված կա, Հայրը, որից են ամեն բաները և մենք նրա համար, և մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով են ամեն բաները և մեկ նրանով։ Աստված թողորնի սիրելիներ, ինչպես Վարդանեղբայրը իր խոսքում ասեց, որ իր խոսքին նազանդ լինենք։ Իր խոսքին նազանդ լինելը սա է, որ մենք հրաժարված ենք մեր հանդեպ ունեցած հավատքից և ամբողջովին հավատում ենք Աստծուն իր խոսքին։ Եվ երբ որ իրան նազանված ենք, ապրում ենք հավատքով, այո, Հիսուս Քրիստոսուն կյանքը մեր մեջ գործելու է։ Աստված թողորնի, երգենք, երգից հետո աղոթքով Տիրոջ առջև կգանք։ Հետ է երևաց է իր մեմ ձայնով ինձ հետ խոսել, թե հավիտյան քեզ սիրեցի, ողորմությամբ քեզ փրկեցի։ Ինձ հետ է երևաց է իր մեմ ձայնով ինձ հետ խոսել, թե հավիտյան քեզ սիրեցի, ողորմությամբ քեզ փրկեցի։ Ընթացի արնաթախավ, վերքերով լիան օգնական, անցակողքով իմ սիրով ես, և կամեցա, որ դու ապրես։ Խոսեց կրկին տեղ եմ բերել, նա իր խաչից և կգտնեց, հավատքով վերքերից և անպայման կբժշկվեց։ Խոսեց կրկին տեղ եմ բերել, նա իր խաչից և կգտնեց, հավատքով վերքերից նայիր և անպայման կբժշկվեց։ Ընթացիր արնաթախավ, վերքերով լիան օգնական, անցակողքով իմ սիրով ես, և կամեցա, որ դու ապրես։ Սիրո հոգով ինձ փնտրեցիր, գտար կորածիս փրկեցիր, իսպես տկար խղճուկ մեկին, Տեր հիմարեցիր քո որդին։ Սիրո հոգով ինձ փնտրեցիր, գտար կորածիս փրկեցիր, ինչպես տկար խղճուկ մեկին, Տեր հիմարեցիր քո որդին։ Ընթացիր արնաթախավ, վերքերով լիան օգնական, անցակողքով իմ սիրով ես, և կամեցա, որ դու ապրես։ Ընթացիր արնաթախավ, վերքերով լիան օգնական, անցակողքով իմ սիրով ես, և կամեցա, որ դու ապրես։ Եվ կամեցա, որ դու ապրես։ Եղբայրներից մեկի վկայությունը ասում է առաջի անգամ իր քերոյի հետ միասին ժողովի գնաց, Աստծու խոսքը լսեց, իրան ներսում եղավ մի շարժ, լուսավորվեց, խորը գիտակցեց իր մեղավորությունը և ասում է
մտածեցի, որ իմ այստեղ լինելը հերիք է, որ Աստված իր ներկայությունը ժողովրդից վերցնի։ Եղբայրը ասում է, շուր եկա, որ դուրս ելնեմ, եւ Տիրոջ հոգին իջավ իմ վրա, եւ Տիրոջից լսեցի, որ ինքը ինձ սիրում է, ինձ ընդունում է։ Հիսուս Քրիստոսի արյունը սրբում է ամեն մեղք ու անձանք։